Իսկապես հեքիաթի է նման, որ գիրքը, թեկուզ եւ ավետարան, ի կատար է ածում մարդկանց իղձերը։ Մեծ բժշկությունների արվում գրքով, անսահման սիրո եկանից մեկը։ ներնեմ իրազորություն։ Սրբություն եւ զորությունը շատ մեծ։ Այն, որ խոսք կա, որ ունի բժշկող հատկություն, գիտությունը, բժշկությունը վաղուց են դրանում համոզվել, բայց երբ այդ խոսքը չի ասվում, չի լսվում, չի ընթերցվում, խոսքը լուռ ամփոփված է գրքի մեջ, եւ այդ լուռ խոսքին, գրքին խնդրանք մատուցողը ստանում է խնդրանքի պատասխանը, անբացատրելի չէ՞։ Թե մինչև Մաշտոցը արդյոք ունեցել ենք գրի, մագաղաթի, գրքի պաշտամունք, դժվարանում եմ ասել, որովհետև այդ գրերը, մագաղաթները չեն պահպանվել, բայց որ ունեցել ենք դպրության, գիտությունների ու արվեստների տիր անունով Աստված, փաստ է։ Նա գրողներին, երաժիշտներին, քարագործ ճարտարապետներին արարչագործության ոգի ներարկելուց բացի մարդկանց ծնունդներ ու մահեր էր մատյանում գրանցում։ Հետևաբար ունեցել ենք նաև դպրություն ու գիր, որ գուցե հասու էր միայն քրմերին։ Տիրի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում եւ կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Հելենիստական դարաշրջանում հայերս տիրին նույնացրել ենք Ապոլոնի հետ եւ մի քանի տարի առաջ այնտեղ Արաքսից 70 մետր հեռավորության վրա սահմանապահ աշտարակի տակ հայտնաբերված Ապոլոնի տաճարը նույն տիրի տաճարն է, ուր քրմերը գիտություն եւ իմաստություն էին սովորում։ Աստիճանները, որ տեսնում եք, տիրի տաճարի առջևի հրապարակ տանող աստիճանների պահպանված մասն է։ Մենք այն նկարահանել ենք մեր նախորդ հաղորդումներից մեկի ժամանակ։ Մի խոսքով գրի ու դպրության Աստծո տիրի պաշտամունք ունեցել ենք։ Բայց արդյոք ունեցել ենք գրի ու դպրության արդյունք, գրքի պաշտամունք, չգիտենք, մագաղաթներ, գրքեր մեզ չեն հասել։ Օշական, այստեղ է գտնվում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը, որի վրա 442 թվականին կառուցվել է եկեղեցի դամբարան։ Փաստորեն Մաշտոցից սկսյալ հայերս ունեցել ենք գրի, գրքի պաշտամունք։ Մենք կհամոզվենք, որ գրքի պաշտամունք այսօր էլ կա։ Հետաքրքիր է, ինչու եւ ինչպես առաջացավ այդ պաշտամունքը։
Իջնենք Հայաստանում գտնվող ամենասուրբ, ամենահռչակավոր Եռամեծար Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ։ Հինգերորդ դարում բոլորը համոզված էին, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցին Այբուբենը Աստված է պարգևել։ Խորենացին գրում է. «Եվ տեսնում է ոչ երազքնի մեջ, ոչ տեսիլ կարտնության մեջ, այլ սրտի գործարանում նրա հոգու աչքերին երևում է աջ ձեռքի թաթ քարի վրա գրելիս այնպես, որ գծերի հետ քարը պահում էր ինչպես ձյունի վրա, եւ ոչ միայն երևաց, այլև բոլոր հանգամանքները նրա մտքում հավաքվեցին ինչպես մի ամանում, եւ աղոթքից վեր կենալով ստեղծեց մեր նշանագրերը։ Քանի որ նշանագրերը Աստված էր պարգևել, նրանցով գրված մատյանները, մագաղաթները սուրբ էին։ Այդ մատյանների, մագաղաթների մեծ մասը Աստվածաշունչ էր, ավետարան, որը առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած հայ ազգի համար սրբություն էր։ Նաև շինականների համար թարգմանիչները, ընդօրինակողները ընտրյալ էին, սուրբ։ Ուրեմն այդ գրքերը, մատյանները եռակի սուրբ էին։ Գնանք այդ բոլոր սրբությունների ամենամեծ պահոց Մատենադարան։ Մաշտոցից սկսյալ Հայաստանում ամենատարածվածը գրքի պաշտամունքն էր։ Ավետարանները 11-րդ դարից սկսյալ նարեկները համբուրում էին ու դնում բարձի տակ, որ բժշկվեն։ Մեր ժողովուրդը միշտ պաշտել է գիրքը։ Եվ իշտ հետաքրքիր, որ օտարը այդ պաշտամունքի մասին հիանալի իմացել է։ Մի սրտաճմլիկ պատմություն եմ հիշում մի հիշատակարանում կարդացած, որ հետևյալն է։ Գերված տղաներին են վաճառքի անել, փող է հավաքում, գնում, որ տղաներին ազատի գեղությունից, ճանապարհին իմանում, որ ավետարանն են վաճառքի անում, բայց փողը երիկում էր միայն կամ ավետարանն ազատելուն, կամ տղաներին։ Լաց է սրտում, ինձ գրածի մեջ էլ լաց է զգացում է։ Ավետարանն ազատում է, տղաներին գերության մեջ թողնում և ետ բերում։ Այստեղ ապշելու բանը ես նայում եմ, ասենք, որ հիշատակարաններում եւ այն կարծես գրքերը առարկաներ չլինեն նրանց համար, այլ կենթանի էակներ լինեն։ Որևէ բնակավայրի կարևորագույն ձեռագիրը դարձել է պաշտամունքի ուխտի առարկա։ Նրանցից երևի ամենահայտնին Շուրիշկանի ավետարանն է, որ Պարսկաստանի Փերիա գավառի Շուրիշկանում է կատարել իր դերը եւ դրանից հետո էլ Երևանի Մատենադարանն է։ Շուրիշկանի ավետարանը գրվել է 1498 թվականին։ Կազմը կաշեպած ստվարաթղթից է, պատված արծաթե բարձրաքանդակ ականակուր կրկնակազմով։ Այս ավետարանը անցել է կռվի ու բռնագաղթի ճանապարհ։ Շահ Աբբասը շուրջ 300-ից 500 հազար հայերի արաքսն անցկացնելով գաղթեցրել է Պարսկաստան, ովքեր հետագայում կազմել են Փերիա գավառի բնակչությունը։ Այսպես է ավետարանը հայտնվել Պարսկաստանում։ Իմ ձեռքերում Շուրիշկանի հրաշագործ խնդրակատար ավետարանն է, որը անցել է հրի սրի ջրի միջով, բայց ինչպես տեսնում եք, ոչինչ չի պատահել։ Տասնյակ հազարավոր հայեր ավետարանի զորությամբ ու հորդորանքով գոտեպնդվել, քաջալերվել ու ձեռք-ձեռքի բռնած քաջաբար անցել են Արաքսը։ 1971 թվականին ավետարանի ժառանգներ Ներսես եւ Մաթեոս Ծառուկյանները ներգաղթելով Հայաստան Շուրիշկանի ավետարանը հանձնել են Երևանի Մաշտոցի անվան Մատենադարան, որտեղ մինչև օրս պահվում է այն։ 2002 թվականին
30 տարի Մատենադարանի պահոցներում պահվելուց հետո Շուրիշկանի ավետարանը առաջին մատյանն էր, որ դուրս եկավ Մատենադարանից եւ եկավ Արագածոտնի թեմի Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցի։ Այնուհետ ամեն տարի կրկնազատկին այդ մատյանը բերում են Սուրբ Գևորգ եկեղեցի, ուր հավաքվում են բազմաթիվ ուխտավորներ ու հավատավորներ։ Շուրիշկան լուսի փաթախտա, սուրճ ճարագայտ ամեն վախտա, զորությունը չարին հաղթա, շուրիշկանան ծավետարան, հրեշտակ են քո զորքերը, լույս է պայծառ սուրբ պատկերը, տանա մարգարիտ ակերդ, շուրիշկանան ծավետարան, ակերդ տանա մարգարիտ, նվիրված են սուրբ պատկերին, շուտով կբժշկեն։ Բոլոր ավետարանները իհարկե հրաշագործ են, իշոտ բոլոր եկեղեցիները իրենց պես զորություններ ունեն, բայց կան եկեղեցիներ, որ ավելի այսպես կամ մասունքից է տեղի ավելի զորավոր են, այսպես ասեմ, նույն ավետարանների մեջ կաթոլիկ եկեղեցին հանում է, ասենք, արցաններ, Հիսուսի կամ մյուսը, ռուս եկեղեցին հանում է իկոնաներ, մենք հանում ենք ավետարաններ։ Եվ այդ գրքի սերը եկել հենց այդտեղից, մեր ժողովրդի մեջ։ Ինձ թվում է այդպես է եղել։ Շուրիշկանի ավետարանի մականուններից մեկն է խնդրակատար, այսինքն խնդիրքներ կատարող, հրաշքներ գործող։ Թե ինչ հրաշքներ է գործել այդ ավետարանը, ինչ խնդիրքներ է կատարել, ամենից լավ կպատմեն շուրիշկանցիները։ Աշոտ, դուք ծնվել եք Շուրիշկանում, մինչև 8 տարեկան այնտեղ եք ապրել, ու Շուրիշկանի հրաշագործ ավետարանի մասին հաստատ բազմաթիվ պատմություններ գիտեք։ Այ նրանցից մեկը չեք պատմում։ Ես սիրով Պարսիկները, որ արձակվել են, ավազակախմբերը արձակվել են գյուղը կողոպտելու, մարդիկ իրանց եղած չեղածը թողել են, մենակ այդ ավետարանը վերցրել են, դեռան լանջին քարեր են դրել, ավետարանը վայել են քարի տակ, որ հետագայում գալուց, ասենք, նշանները ճար են։ Մենք գնացել են այդ տևել մոտ մի 6-7 ամիս, մինչև հետ են վերադարձել, տեսել են, որ այդ նույն տեղը ջուր է դուրս գալի։ Դա այն մարդիկ մտածելով, ասեն, որ արդեն երկը փչացած կլինի, ավետարանը փչացած կլինի, չեն բանում, չեն բացում։ Անցնում է մոտ մի 7 տարի, անընդհատ սրանց երազ է գալիս ընտանիքին, որ եկեք անեք ինձ ստեից։ Վերցնում են, նոր այդ իրանց մեծերի հետ, ասում են, եթանք տեսնենք, ես մի բան կա, քարը շուր են տալիս, տեսնում են, որ ասենք այդ մնացել է։ Բացում են, տեսնում են, ընդհանրապես բան չէ, ասենք, մի թեթև խոնավացած։ Բանում են, բացում են, ընդամենը 7 թերթ է խոնավացած, էլ 7 տարվա մեջ 7 թերթ։ Աշոտ, ինչ է քո համար Շուրիշկանի ավետարանը։ Իմ երեխեքին ոնց որ հովանավոր Աստված են, պաշտպանն է։ Իմ ընտանիքի պաշտպանն է։ Շատ մեծ մատ բժշկություն արի, շատ, բոլորի համար է արի։ Եր հույս ու հավատն է։ Զորությունը իմ մեջ զգում եմ այդ սուրբ գրքի։ Գուցե սխալ է խնդրակատար ավետարանները Մատենադարանում փակի տակ պահել, բայց պարզվում է, որ Շուրիշկանի ավետարանը Մատենադարանում էլ անգործ չէ։ Շատ հետաքրքիր նաև մի պատմություն կար, որ 80-անց կինը եկել էր վերջին անգամ իր ասելով շնորհակալություն հայտներ ավետարանին, որ մինչև 7 տարեկան ինքը համր է եղել, մայրը շատ հաճախ իրեն տանելով Շուրիշկան, երբ որ Շուրիշկան գավառում է եղել ավետարանը, այնտեղ շատ խնդրելով հետո իր լեզուն բացվել էր։ Գրքերի ուժի զորության մասին կարծիքները տարբեր են, բայց ինչպես տեսանք, կան մարդիկ, որ այսօր էլ համոզված են, որ կան գրքեր, որ այնպիսի ուժ ունեն, որ կարող են բժշկել, կարող են զանազան հարցեր լուծել, եւ այդ մարդիկ գալիս են Մատենադարան այդ գրքից խնդրելու։ Շուտով մենք կայցելենք մի վայր, մի ամբողջ համալիր, որը կառուցվել է ընդամենը մեկ ավետարանի պատվին։ Մարդիկ այնքան են հավատացել այդ գրքի ուժին ու զորությանը, որ մի ողջ համալիր են կառուցել։ Արդյոք հավատից է, որ որոշ ավետարաններ ոչ միայն խնդիրքներ են լսում ու կատարում, այլև երբնազանց լինողներին պատժում են, հավատավորներին թշնամուց պաշտպանում, հիվանդներին բժշկում։ Արդյոք հնարավոր է։
Ամենաշատը գրքի միջոցով չբերությունն է բուժվում։ Խոսքը Մշո Կարմիր ավետարանի մասին է։ Դու տաս բժշկություն տեր, անկարողներին բժշկություն տաս, անզորներին զորություն տաս, անխաղաղներին խաղաղություն տաս, մեռնեմ ես քեզ, մեռնեմ Սուրբ Թագավորությանդ։ Ցեղասպանության տարիներին սրբազան մասունք դարձած գրքերը կիսեցին իրենց սրբացնողների ճակատագիրը։ Թագավորած Թագավորությանդ մեռնեմ։ Գաղթի ճամփան բռնեց նաև Մշո Կարմիր ավետարանը։ Շուրիշկանի ավետարանի նման նա էլ երկար ճանապարհ անցավ, Մուշից արևելյան Հայաստան, ապա Բաքու եւ միայն 70-ականներին Երևան։ Ինչպես Շուրիշկանի, այնպես էլ Մշո Կարմիր ավետարանի առջև խոնարհվել են նաև այլադավանները։ Իմ նախորդները 7 սերունդ եղել են կրոնավորներ։ Առաջին սերունդի երրորդ կրոնավորը Տեր Կարապետը։ Օծման հետ կապված նրան նվիրում են այս Կարմիր ավետարան գիրքը եւ կրոնավորի կարմիր գույնի հագուստ, թիկնոց։ Մշո հռչակավոր Կարմիր ավետարանը Մուշում հայտնի էր նաև Կարմիր երեցի ավետարան անվանումով։ Կարմիր երեցը Մուշում եւ ողջ շրջակայքում իր շնորհներով հայտնի Տեր Կարապետն էր։ Կարմիր երեց անվան համար պարտական էր Կարմիր թիկնոցին, որը ավետարանի հետ պարգև էր ստացել Երուսաղեմում, ուր երրորդ անգամ ոտքով ուխտ էր գնացել։ Պարգևները ստացել էր ժողովրդին եկեղեցուն ամբասիր ծառայելու համար։ Նա ավետարանի էջերից մեկում գրեց. Մշո ավետարան, որ է անարժան Տեր Կարապետին, որ առյալ է յուր հալալ արդյալ։ Օծվելուց հետո Տեր Կարապետը հետ է վերադառնում Առաքելոց վանք եւ ծառայում է Առաքելոց վանքում որպես քահանա։ Տեր Կարապետի թոռը նույնպես Տեր Կարապետ էր, ում մասին Զորավար Անդրանիկը իր հուշերում գրում է, թե ինչպես այդ քահանան իրենից ու համակիրներից կտրելով հագցրեց ու կերակրեց Մշո Առաքելոց վանքի կռիվներից հրաշքով փրկված վիրայիներին։ Ժողովրդի մեջ լայն տարածում ունեին զրույցներն ու պատմություններն այն մասին, որ Զորավար Անդրանիկին փամփուշտ չի կպչում, եւ այդ զրույցներից շատերում այդ հրաշքը բացատրվում էր նրանով, որ նա մարտերի ժամանակ հագուստի տակ կրծքի վրա հրաշագործ ավետարան էր կրում։ Ֆիդայիները իրենց կյանքը հայրենիքի ազատագրությանը նվիրաբերելու երթում էին տվել Մշո Կարմիր ավետարանի վրա։ Այդ ժամանակներից Մշո Կարմիր ավետարանը դարձավ մարտնչող քրիստոնեության խորհրդանիշ, որի տոնը մեր եկեղեցին նշում է յուրաքանչյուր Զատկին հաջորդող երրորդ կիրակի օրը, որ ըստ եկեղեցական օրացույցի կոչվում է Կարմիր կիրակի։ Այդ ժամանակներից 100 տարի անց 1989-1992 թվականներին շատ երկրապահներ ճակատ գնալուց առաջ երթվեցին Կարմիր ավետարանի վրա։ Պատահական չէ, որ Մշո Կարմիր ավետարանին նվիրված հուշահամալիրում իր ուրույն տեղն ունի այս խաչքար հուշարձանը, որը նվիրված է Արցախում նահատակված ազատամարտիկներին։ Նրանցից մեկը Գևորգ Համբարձումյանը կնոջը ուղված նամակում գրում է. Կարմիր ավետարանի զորությունը սրտումս է, անունը շուրթերիս եւ դիտակցությանս մեջ։ Ես այդ գիտեմ, ուրիշները ոչ, բայց միևնույն է, դարձյալ նրա Քրիստոսի զորությամբ են գործում ու հաղթում։ Հայը ամուր ժողովուրդ է, Աստված նրա մեջ քաջություն է դրել։ Միայն Աստված տա, մենք մի քիչ մշակվենք ու հավատք ունենանք, մի քիչ բարիանանք, միավորվենք, այն ժամանակ ավելին կտեսնենք ու կվայելենք։
ընկալվում էր ավետարանը որպես կենթանի զորությամբ օժտված կենթանի էակ։ Խնդիրների կատարումը, այս խնդրակատար լինելը, ղձակատար լինելը ուղիղ կապ ունի մարդու ավետարանին մոտեցման կերպի հետ։ Այդ մոտեցումը շատ առասպելներ դարձնում է իրական։ Չհավատացողի համար այդ պատմությունները առասպելներ են, իսկ հավատացողի համար հրաշք, հրաշագործություն։ Ամբողջ ընտանիքը սելով բառնում են, որ սելով կարողանան արագ սկետ անցնեն, եզները չեն գնում։ Կանգ են առնում ջրի մեջ, գիրքը թրջվում է։ Թրջված գիրքը տատիկս հանում է իրեն կապած բանի կապոցից, դնում է եզի մեջքին եւ եզը կարողանում ծարս լինի ու անցնում են արագ սկետը։ Մշեցիները Կարմիր ավետարանի մասին բազմաթիվ նման պատմություններ գիտեն։ Նրանց եւ նրանց սերունդների համար Մշո Կարմիր ավետարան գիրքը կենթանի էություն է։ Հայրս Մշո Դաշտավարի Հունջալի գյուղից է, մայրս Մշո Դաշտավարի Ոստան գիտակցիա։ Եվ ես հպարտ եմ այդ ժառանգությունը ստանալու համար։ Եվ աշխարհի ոչ մի հարստություն չեմ ստացել ժառանգությանը, չեմ փոխ։ Ես պատրաստել եմ տվել նրա կազմը, նրա գիրքը ճիշտ նույն ձևի եւ կերում եմ միշտ իմ հետ եւ ուզում եմ որ սա ժառանգություն փոխարինի իմ զավակից իր զավակին։ Այս ավետարանները, որոնք հատկապես ծագումով, ստեղծմամբ մեր պատմական Հայաստանից են, արևմտյան Հայաստանից, երկրից, մեր այսօրվա Հայաստանում որոշակիորեն ներկայացուցիչն է նախկին մեր կորուսյալ հայրենիքի, մեր նախկին սրբավայրերի։ Եվ սա էլ ավելի զորացնում է մարդկանց, էլ ավելի զորացնում է նրանց հավատը ավետարանի նկատմամբ եւ ավետարանն էլ կարծես վարձահատույց է լինում ինչ-որ առումով եւ նրանց խնդիրները կատարում է։ Շատ խնդրանքներից, աղոթքներից հետո այս մեր վճուր հրեշտակին մեզ պարգևել է Մշո Կարմիր ավետարանը։ 13 տարի չէի կարողանում երեխա ունենալ։ Իմ Կարապետն ու Տիգրանը Մշո Կարմիր ավետարանի զորության, ուժի, խոսուն վկաներն են։ Փառք, հազար փառք Կարմիր ավետարանին։ Շնորհակալ եմ Աստծուն, որ Կարմիր ավետարանի միջնորդությամբ պարգևեց այս ֆանտաստիկ ֆիզիկական եւ հոգեվոր վիճակը, որը հիմա ունեմ։ Իսկապես հեքիաթի է նման, որ գիրքը ի կատար է ածում մարդկանց իղձերը, սակայն արտերկրում արդեն վաղուց հոգեբանների, հոգեթերապևտների հիմնական դեղամիջոցը խոսքն է, Աստծո խոսքն առավել ևս, բայց երբ այդ խոսքը չի ասվում, չի լսվում, չի ընթերցվում, այդ խոսքը լուռ ամփոփված է գրքի մեջ եւ այդ լուռ խոսքին գրքին խնդրանք մատուցողը ստանում է խնդրանքի պատասխանը անբացատրելի չէ։ Տարբեր ժամանակաշրջաններում, տարբեր դարերում Հայաստանում եղել են խնդրակատար գրքեր, բայց արևմտյան Հայաստանի կորստով ցեղասպանությամբ պայմանավորված շատերի հրաշագործ լինելու հռչակը մոռացվել, խամրել է։ Բայց ինչպես տեսակ, այսօր էլ կան գրքեր, որոնց ուժի զորության առջև շատերն են խոնարհում։ Սակայն ի վերջո ո՞րն է պատճառը, որ նույն նյութից, նույն բովանդակությամբ մի գիրք խնդրակատար է, հրաշագործ, մյուսը ոչ։ Մեկը կարծում է, որ վճռորոշ դեր է կատարել ընդօրինակողի ինքնությունը, մյուսը այդ ավետարանով արարողություններ կատարած հոգևորականների աստվածահաճո սրբակրոն վարքը, մեկ ուրիշը տվյալ վանքի եկեղեցու համայնքի անդամների անսասան հավատքը իրենց ավետարանի խնդրակատար հրաշագործ լինելու հանդեպ։ Ոմանք է ավետարանի զորավոր լինելը միայն Աստծո կամքին են վերագրում, թե այս հանգամանքներից ո՞րն է վճռորոշ, դատեք ինքներդ։ Իսկ գուցե դեր են խաղացել որոշ գրքերի անցած երկար ճանապարհները, կամ հրաշագործ գրքերի պարագայում այս բոլոր հանգամանքները համընկել են, անձամբ ինձ դա ավելի հավանական է թվում, բայց ընտրությունը ձերն է։ Սուրբ Գեղարդ, քրիստոնեության գլխավոր սրբություններից մեկը։
Սուրբ Գեղարդը Հայաստան է բերվել ձեռամբ Սուրբ Առաքյալի Թադեոսի։ Արդյոք Հայաստանում պահվող Սուրբ Գեղարդից բացի այլ գեղարդներ կան։ Միթե ինքը Հիտլերը ցանկացել է տիրել Սուրբ Գեղարդին։ Միասին փորձենք մերժել կեղծիքը եւ բացահայտենք իրականը։